Սիրելիներս ավարտեցի գործերս, արագ հիմա գնամ տուն, քանի որ ասեցի, չէ, այսօր մայրիկն է գալու եւ ամենակարևորը votre direction։ Ճիշտ ասած, ամենակարևորը որոշել էի մտնել մի խանութ, բայց որոշումս փոխեցի, քանի որ չեմ հասցնի, հիմա ես ուզում եմ կենտրոնանալ, հանկարծակի ուզում եմ հիշեմ ինչ կա անելու, որովհետև քանի որ ես մեծ քաղաքում եմ, միանգամից իմ գործերն անեմ, բայց ինձ թվում է ոչինչ չկա անելու, ուղիղ Անահիտ տուն։ Ուղիղ տուն, գնացինք։ Ժողովուրդ ջան, առիթից օգտվում եմ, ուզում եմ շնորհակալությունս հայտնեմ իմ լավ հետևորդներին։ Գիտեք ինչու համար, որ դուք էկրանից են կողմ զգում եք հումորը, ընդունում եք ամեն իմ երեխաներին, իմ ընտանիքին։ Իհարկե ես այդ ամենը ցույց եմ տալիս ձեր հետ եւ դուք դա ոնց ասեմ գնահատում եք դա եւ ուզում եմ առիթից օգտվեմ բարի գալուստ ասեմ իմ նոր հետևորդուհիներին եւ հետևորդներին, բարի գալուստ Անահիտ բլոգ, բարի գալուստ Անահիտի փոքրիկ ընտանիքը, բարի գալուստ վլոգ, որտեղ կան բազմաբովանդակ առօրյա։ Այսինքն ես չեմ նախընտրում կամ մտածում ինչ կոնտենտ դնել, որպեսզի ձեր համար մարդիկ շատ նայեն, ինչ վերնագրներ դնեմ, որպեսզի մարդիկ շատ նայեն։ Իմ համար ես ձեզ ասել եմ եւ կասեմ նրանք ովքեր նոր են չեն ինձ ճանաչում, իմ համար ավելի շատ որակն է, քան քանակը եւ դրա համար ես նախընտրում եմ լինել ձեր հետ սպոնտանե, անմիջական եւ ինչ որտեղ փոքրիկ ուսուցողական եւ հատուկ չմտածեմ թե ինչ անեմ, ուր գնամ, ում տուն գնամ, ում հրավիրեմ, ով գա, ոնց անեմ, որպեսզի շատ նայեն։ Ես ունեմ բլոգներ, որ այո, շատ են նայել են, որովհետև դա այդտեղ կա ավելի շատ հետաքրքրություն, փոփոխություն, բայց դա չի նշանակում, որ ես պիտի անընդհատ նույն բանն անեմ, որպեսզի հաճոյանամ եւ 15-20 հազար նայեն։ Դա ինչ չի հետաքրքրում։ Նրանք ովքեր ինձ չեն ճանաչում, իմ անունը Անահիտ է, ես 62 տարեկան եմ լինելու, հեսա մի ամսից, 2 ամսից եւ եկել եմ Ֆրանսիա արդեն 33 տարի, պայմանագրով, որպես սպորտսմենուհի, պրոֆեսիոնալ եւ խաղացել եմ ֆրանսիական լավագույն բարձրագույն թիմերում, որպես բասկետբոլիստուհի եմ եւ իմ համար միշտ եղել է մարդու մարդ տեսակը գնահատել եմ եւ ոչ թե նա որ ինքը ճանաչված խաղացող է, այսինքն ինքը լավագույն խաղացողներից է, ինչպես խոսքի ես եմ եղել եւ ես պետք է իր հետ խոսեմ եւ ոչ նրա հետ, ով որ նստած է, այսինքն դուրս է գալի դաշտ ընդամենը 2 րոպե։ Եվ իմ մարզիչը, ինքը շատ ուժեղ մարզիչ էր, բայց իր մոտ այդ պսիխոլոգիական հոգեբանական երևույթը այդքան բան չէր, զարգացած չէր։ Միշտ ինձ ասում էր դու Անահիտ ես, դու պիտի մնաս այն սենյակում, որոնք որ լավագույններն են։ Ես միշտ դեմ եմ եղել եւ դրա համար ես իհարկե միշտ երբեմն պատժվել եմ եւ իր բարերով իր բանը ինչ են ասում բարկացած է եղել իմ վրա, բայց ես արել եմ այն, ինչ իմ հոգին է թելադրել, այսինքն ես գնահատում եմ մարդու մարդ տեսակը, ոչ թե եթե նա ճանաչված է, ճակերտավոր, որովհետև այստեղ չկա ճանաչված, ոչ ճանաչված, բոլորս մի օր լինում ենք եւ բոլորը մի օր վերացվում է, այսինքն այսօր մենք կարող ենք լինել բարձունքում, հաջորդ օրը լինենք ներքևում եւ դրա համար ես բլոգը վարում եմ այնպես, ինչպեսին ես եմ։ Իմ բլոգների կոնտենտը սա է, անմիջական, ուսուցողական, ինչ որտեղ մոտիվացիա, որ բոլոր կանայք իմ տարիքի մտածեն, որ կյանքը ավարտված չի, թեկուզ ունենք թորնիկներ, թեկուզ ունենք ծորնիկներ, բայց մենք պետք է ապրենք մեր համար, ապրենք մեր երեխաների համար, բայց ինչ որտեղ մեզ չմոռանանք, չանտեսենք մեզ։ Սա է իմ բլոգների իմաստը։ Դրա համար ես ընդհանրապես ասեմ ձեզ, ես ոչ մի բլոգերներին ոչ քննադատում եմ, ոչ տակը ես ինչեր եմ գրում եւ այլն, որտեղ դա իրենցն է, դա իրենց կյանքն է, իրենք անում են այնպես, ինչպես իրենց ձեռ է տալիս եւ ես հուսով եմ, որ այդ նույն բլոգերները մտածում են ինպես, այսինքն իրենք մի վարքյան երեխեք ես մեծ բենզինի ավտոն անցնեմ
Եվ նմանապես չեն քննադատում մեկը մեկին, դա ամենասխալ բանն է, իսկ ինչ վերաբերում է թե մենք ինչ ենք մտածում մեր մեջ, դա մնում է մեր մեջ, մարդ կա հիմա, ինքը ոնց կա, այդպես է, կարող է դա իմ ճշմարտությունն է, բայց ոչ այդ մարդու համար ես եմ տարօրինակ, այնպես որ դա նաև կապ ունի նաև մոդայի հետ, մարդիկ ասում են, ես զարմանում եմ, այս ջահել երեխաներ են, խոսքի մինես բան են հագնում, որ զարմանում եմ, ես ինչա որ հագնում ես ու ինքը այդ րոպեին հագնում է մի հատ տենց կլասիկ, մեծական ինչ-որ մի բան, որ այն երեխաներն նայում են, այս ինչ կլասիկ, այսինքն երբեք չքննադատեք մեկը մեկին։ Ամեն մեկն ունի իր ճաշակը, բայց ամենակարևորը, որ լինենք ճկուն, չենք հավանում, շրջանցում ենք, հավանում ենք, գրանցվում ենք։ Իմ տղայի գրանց, որ եկավ առաջ ասեց, գրանցվեք մի հատ, ես դա թողեցի, որովհետև դա այնքան, ոնց ասեմ, սպոնտանե անմիջական էր և կատակ իհարկե, որովհետև դրանով չէ, որ մարդիկ պիտի գրանցվեն, համենայն դեպս ես ուղղակի ուզում եմ ձեզ ասել բարի գալուստ Անահիտ բլոգ, բարի գալուստ Անահիտի փոքրիկ ընտանիք, YouTube-յան փոքրիկ ընտանիք և իհարկե իմ ընտանիքն էլ փոքրիկ, այսինքն ես ունեմ քույրեր, եղբայրներ, չի որ փոքր ընտանիք է, բայց ամեն դեպքում Անահիտի համեստ, չափած ձևած ընտանիք, ոչ ավել, ոչ պակաս սիրելիներս։ Դա և կապված է նաև YouTube-յան իմ ընտանիքի, որովհետև իմ հավատարիմ հետևորդուհիներն ու հետևորդները 3000 են, չնեղանակ, 3000, 3200, 3500, 4000, որ միշտ դիտում են և հաճույքով դիտում են, ինձ թվում է, չգիտեմ, արև անենց լավ արև դուրս եկավ, հրաշալի արև, չմոռանամ հաց գնեմ, Սերժն ասեց հաց կգնես, այսօր հաց չկա տուն այդքան շատ, բայց ես մտածում եմ գնամ տուն պատրաստեմ, քանի որ հյուրեր ունեմ այսօր և մայրիկն է, երեկոյա չնայած մայրիկը չի ուտում, բայց եղբայրս է գալիս, երևի թե պատրաստեմ մի քիչ մեր հայկական խաչապուրի, տենց այդ տիպի բան, հայկական խաչապուրի ճոկմիկ, երեխի վրացական խաչապուրն է, բայց ես ինչ օնձև է մեր կողմերը, մութ, բարի լույս երեխեք ջան, տեսեք ինչ եմ ստացել ես Թուլուզից։ Կուկու, բարի լույս իմ սիրելի ժողովուրդ ջան, բարի լույս իմ լավ, իմ արդեն հարազատ դարձած մարդիկ։ Ձեր Անահիտը շկան վերադարձավ, գիտեք ինչ եմ ասում վերադարձավ, երեխեք, որտեղ մի քանի օրվա բլոգներ ունեի և ես երեք ամբողջը բլոգ չէի արել, հանգստացա, այսօր ով է եկել, կարող եք ասել, ձեր սաթիկ տատիկը, սաթիկ մայրիկը, հիմա մենք այն կգնամ մի հատ կնկարեմ համային և նաև տեսեք ինչ է ուղարկել իմ քույրը Սուսաննա, ես ես այս ավելի մասին ասել էի, չէ, այս ավելը երեխեք չինական խանութից եք գնում, հիմա ես ես մի հատ ճշմարտություն ասեմ, ճշմարտություն, ուրեմն այս ավելը ես օգտագործում եմ հիմնականում ասենք այդ սարդոստայինները, փոշիները բան, բայց երկու հատ է բերել Սուսանը, մեկի պոչը կդնեմ, բայց ես իզուր այդ մեկը չվերցեցի, գիտեք մամային է ուրիշ գույն էր, այն մեկը կօգտագործեմ, ուղղակի սենց երբեմն պիրասոց չես ուզում անես, այդ պլենդուզները մաքրելու համար, այն մյուսներ կօգտագործեմ, փոշի է իրա վրա, այս փոշին դիզգուշ լինեք։ Ուրեմն ասեմ սիրելիներս, սա չինական խանութից է գնել, եթե չեմ սխալվում, Սուսաննան ասեց 4 եվրո է, ինչքան է։ Մեր հայկական ավերներից լավ է ավրում, դուք չեք պատկերացնում։ Հիմա նայեք, հենց մի հատ փորձ եք, տեսնում եք, վրայի ամեն ինչը հանում է։ Իմ պրոբլեմը նա է, որ այսի դուրս է գալի, հիմա որպեսզի ինքը դուրս չգա և իմ այս քոչները չկորի, ես ամբողջը սպիտակ քոչներով կպատեմ, որ ինքը սալիտնի մնա։ Թե չի սա որ պոկվում է, իմ մոտ ամեն ինչ է պոկվում, սիրելիներ։ Որ սա պոկվում է, մնացածներ է հետևից պոկվում։ Տեսեք, իրանք մեխով բծրել են, բայց ես մեխի մոմենտը շատ շուտ է դուրս գալի։ Այստեղից որ բռնում են, արդեն շարժվեց, դա շարժվում է։ Քոչով ես այս սպիտակ թափանցիկ լրիվ կանեմ, սա ուղղակի վերջն է։ Պլենդուզների համար, ինչ ասեմ, հրաշք։ Պլենդուզների համար։ Հիմա ես սա կպահեմ որպես պլենդուզների և ավել որպես, իսկ ես մեկը կտանեմ մամայինի հետ կփոխեմ գույնը և այն կօգտագործեմ որպես առաստաղները մաքրելու համար։ Գնացինք երեխեք ջան,
Գնանք ձեր շատ կարոտած սատիկ տատիկին, սատիկ մայրիկին բարևենք։ Մամանյա? Մամանյա Շիրակացի, здравствуйте, ուր ես, բարև ձեզ։ Բարև ձեզ, բարի լույս, բարի գալուստ, քո թակավորություն, վա, երեխեք, շուտվանիշ եք տեսի Անահիտը նստեր այս աթոռի վրա։ Մամ, դու տեսար, այսինքն չես նայել երևի, Սերժը եկել էր այդտեղ պարկած, տելևիզոր էր նայում, Դավիթ ընկերներին հրավիրել էր, ես բյուրոյում, ինձ ուղարկեցին բյուրո, իրան ուղարկեցինք ստեղ։ Լրիվ, հա, բակ, կանալ պլյուս ամեն ինչը նույն անի։ Հա, կանալ պլյուս ամեն ինչը, բայց մեկ է տեսար բանար, Մամա, ես գիտեմ էդ ինչ է, ես հեսա կփոխեմ, Սիրում են նայեմ, որնագերորեն ես լավ հետաքրքիր։ Մամ, հեսա ես էլ որ անում ես, պիտի ատա ծխմես, որ միասնես, ես հեսա էդի լրիվ կջնջեմ, գնամ ինտերնետի կոդը վերցնեմ, բերեմ, միասնեմ, ինքը արդեն իմինի նման, Սերժի նման, հենց միասնում ես, ինքը արդեն միանում է։ Կանեմ։ Բաներ ակրում, ասնա, պիտի անես, ես ֆրանսերեն։ Չէ, ես կանեմ, հեսա ամեն ինչը կսարկեմ, մի հատ հանգիստ, ինձ միայն թույլ տվեք հանգիստ նստեմ, որովհետև ես շատ հանգիստ մարդ եմ։ Ոնց ես մեռնեմ արևիտ, լավ անցկացրեցիր երեխաներիդ մոտ։ Շատ։ Բայց կարոտել ես թակավորությունդ։ Չէ, Անահիտ, եթե գնում ես մի տեղ, անամատ գիտես մորդ բնավորությունը, մի հատ, հանկարծ զգամ, թե բարեկամի տունա, թե հարևանա, թե ընկերուհիա, մի հատ ցենց բուջուր թարս նայեցին, ես էլ այլևս այդ տունը չեմ մտնի։ Այո։ Եկուս իմ երեխեն է։ Գիտենք, ճանաչում ենք ես ես։ ես ինչքան ուշադրության կենտրոն եմ, կապ չունի, որտեղ խնդրում են, աղաչում են, որ ես մնամ։ Ես էլ իրաց բացատրեմ, գիտեք ինչ կա, երեխեք ջան։ Ես դարձել եմ, մեծացել եմ արդեն, երեխեքի նման եմ տարել։ Էլ այդքան ճանապարհորդելու, տեղից տեղ տեղափոխվելու հաճելի չի համար, ցանկություն չկա։ Դրա համար, եթե հանկարծ պետք է լինում, դուք եկեք իմ մոտ, լցրեք իմ տունը, իմ ոգին, իմ օջախը, որ ձեզանով բանանեմ, այս երկիրը շատ մեծ է։ Շատ։ Մի բուջուր տեղ ես գնում 100 կիլոմետր, դրանով տեսնում ես, մեր մոտ ամենահեռու Սևաններ, վայ, պատմություն։ Ինչքան էր Սևանը, Երևանից Սևան։ 49 կիլոմետր չկար։ Մամ, այդ մեր կողքի մայրաքաղաքը, որ ես գնում եմ, 55 կիլոմետր է, այսինքն Սևանից ավելի հեռու է։ Բայց չէ, մի ժամանակ ճանապարհ, Սևանն։ Մամ, Ծաղկաձոր Երևան ինչքան էր։ Այնքան հեռու էր մեզ թվում դա։ 50 կիլոմետր չկար։ Պատկերացնում եք ժողովուրդ։ Իսկ մենք դաչե որ կրում ենք այդ հոլոխորտը։ Հա։ Մեր տանից մինչև այնտեղ 30 կիլոմետր էր։ Լավ է, ոնց որ մեր այս կողքի քաղաքը։ 30 կիլոմետր էր։ Լավ է։ Բայց գիտես ինչ դժվար էր, հա։ Բայց դերնա որ ճանապարհները սրանց նման չի, հա, ուղիղ, հա։ Ասարկինա գրունտավի ճանապարհները, գյուղի ճանապարհները, ես հա, գյուղի ճանապարհները։ Պետք է դանդաղ գնաս որ կարողանաս։ Ճիշտ է։ Էդա։ Թե չէ մեր մոտ դաժե այստեղ այն փուճուր գյուղի են, այս նեղետ որ գնում ենք սենց նորմալ ճանապարհ ասում։ Հա։ 30 րոպե գնում ենք, բայց դե Ինչ ես ուտելու մեռնեմ արևից, ինչ ես ուտելու այսօր։ Ես գիտես ինչ եմ անում։ սլայոնի խմոր եմ հանեմ, մամ։ Լավ է սա։ Քիչ անեմ։ Ես այդ մառազիկում ճաշեր էի դրել, բայց չգիտեմ ինչ է, հանել եմ երկուսն էլ։ Մամա քիչ եմ սարքում։ Հա։ Քիչ եմ անում։ Քիչը ո՞րն է։ Այն բանով այդ լախդոնով բանով քիչ եմ, այն որ սլայոնի խմորի մեջը ձվով բան անում ես, այնց ոնց որ պիցայի նման։ Կբերեմ մի հատ սալատի հետ, սիրուն կուտես, հա։ Դրա մասին մի խոս, այ։ Շատ կարևորը որ եկար քո թակավորություն, կարևորը որ լցվեց իմ տունը, կարևորը որ քո տունը անտելու դուրս էր մնացել։ Գալի դուրը բացում էի մի հատ նայում էի, թե կոմես բանը չի հանգել, այդ կլիմա, հետո ճիշտ ասած մի օր եկա, ասի փորձարկություններ անեմ, գնա գալիս եմ փորձարկությունը բուղը տվեց վրես, հետո ասի ինչ անեմ, ինչ չանեմ։ Բաներ էի փորձարկություն անում, լրիվ խառնել էի իրար, հետո ընկերուհուս հարցրեցի, ասեցի ոնց են անում, ինչ են անում, ասեց մի հատ նկարն ուղարկի, նկարեցի այդ տելեկոմանդը ուղարկեցի, կտ։ Քեզ ով էր խնդրում կասեր։ Այնինչ ձունա բանը վա Երևան երեկոֆոն զանգել էր ցույց տվեց Երևան ձուն, ասում ավու պատկերացնես լեննական ինչ կլինի, ասում ռայոններն էս տարի ավելի քիչ ձուն կա, քան Երևան։ Բայց հնարավոր չի, չէ՞ լեննականը ձուն չլինի, մամ։
Մամ, քո վախտերդ, որ դու փոքր էիր, անընդհատ ձյուներ չէ գալի։ Ծմերը մետր ձուն էր տնում։ Լավ է։ Դպրոց էինք գնում, սենց խլվում էինք ծանում մեջ, հա։ Մի քիչ ուշ էինք գնում, օդապեղերը լի։ Բայց ունեիք տակ-տակ շորեր, սապոկներ, բան։ Ունենք, բայց չունենք, ծմեր էր, մեր ոտ պալտոնները, հաստ պալտոնները, գլխարկ էինք տնում գլուխները, սա։ Բայց ուրախ չէ, փորերները դատարկ։ Նայած ընտանիք, մենք լավ է, մենք ուտում ենք, իմ հորեղբարս օգնում էր, մենք սովան չենք մնում։ Հետո տատին աչայնի կնիկ էր, հա։ Հրամանատարի ընտանիք էինք, աֆիցերի ընտանիք էինք, հատուկ խանութներ կան, աֆիցերների ընտանիքներին ամիսը մի երկու անգամ ուտելիք էին տալիս։ Մենք լավ էինք ապրում, հասկացաք։ Նամանատ իմ պապային բոլոր ճանաչում էին, դե փոքր քաղաք էր, չէ, ազգանունով արդեն գիտեի, մեծ հարկանք կար մեր ընտանիքի նկատմամբ։ Ապրեցինք, էլի բալա ջան, ապրեցինք, կենորը գիտես ինչ ա, նեղում եմ, սիրում եմ, չէ, բասվես մամա, կյանքը սիրում եմ, բան, ասի շատ եմ սիրում, որ ծնվել եմ, սիրում եմ դատողություն ունենաս, բայց թե մեկ ասում երանի չծնվեի, ժամանակները, ինքան դաժան ժամանակներ ենք ապրան այդ, հիմա էրա շատ դաժան, ես մեր սերունդը բան չտեսավ, ուրախություն չտեսավ, բան չտեսավ, բայց թե սովետի ժամանակ միապաղաղ ապրեցինք, արդեն ոնց որ ինձ ասում ես մամա, ադամներդ ընդելացել ենք արդեն, հարմարվել ենք, դիսցիպլինա կար, բարոյություն կար, դաժե կինոները որ կալիս են, լրիվ մաքրազարդում էին, մաքրում էին, հետո նոր ավելորդ բան չլիներ, հա։ Հետո գիտես դա ինչ էր մեր երկիրը, մեծ անծայրացիր գաղութ էր, մենք իրավունք չունենք արտասահման գնանք, դաժե ռադիո միացնենք եւ այլը շփվենք, ու ապրում ենք, հարմարվել ենք, ինֆորմացիա չունենք ոչ մի արտասահմանից, ոչ մի երկրից, բայց հիմա որ ստեղ եկել ենք, Սուսանի Մարտա, ամուսները պատմում թե որ թվերին մեր մոտ ավելի զարգացած եղեք քան ստեղ։ Ֆուտբոլը որ չեմպիոն եղավ, մենք ունավոր տելևիզոր ունեինք։ Հա, իդե իմ հիշողության մեջ ես քանի տարեկան եմ, 73 թվի ես 9 տարեկան եմ։ 8 տարեկան։ 9 տարեկան է, հա։ Բանը այդ մեռնեմ արևիտ մենք դու արդեն հետ ես եկել, դու հաճախակի կլինես իմ կողքը, կուրս մուրս ունես անելու, հələ որ չէ, չէ։ Չէ, վերջում չէ։ Հա։ Հիմա ես գնամ քիշը սարքեմ, ժամը 11:30 է, բանը սիրունդ արդեն խմորը հետ եկավ։ Միսը բանը հանել ես։ Հա, ամեն ինչ կա, հա, հեսա գնամ սարքեմ սիրուն զագադովկեն արել եմ։ Գնամ սիրուն աղջիկ։ Գնացի մեռնեմ արևիտ, տարի իրար։ Ես տարիքից պատկերացա ճիշտ է, ոտը ձերքս կարող է լավ չի աշխատում, բայց հոգիս նույն հոգին է։ Երիտասարդ։ Նույն գաղափարը ավելի իմաստավորված է։ Ապրես մեռնեմ։ Ցանկանում եմ ձեզ բարի օր, բարի ախորժակ, ապրես։ բարի վերջ, բարի գեղեցիկ նպատակներ տրեք։ Իմ անայտս մի հատ խոսք ուներ։ Եղա ժամանակներ երազում եմ շատ ֆանտաստիկ։ Ասում եք հերիկա, մամա, պիտի երազես, որ կատարվի։ Եվ ինչ եղավ։ Եվ երազում էր, որ պիտի խաղա, բարձրանա, պիտի կարտասահման, պիտի կապրանցա։ Դաժե մեքենան նստած պատկերացնում եմ մեքենային վարում, որ այն ժամանակ 80-ական թվականներին որ կիններ մեքենա վարում, մամ ջան։ Համբերում եմ ձեզ, իմ անուշ աղջիկն։ Հրաշալի էր։ Գնացինք քիշ սարքելու։ Քիշը։ Անտեշը բանը ցուկա է լավ պատրաստել եմ, հա։ Ես էպած այս ծմերը։ Չէ, դրել եմ որ բան էփեն։ Հա, ձու էփած ունեն։ Ունես մի հատ, ավել չեմ ասում, մի հատ է դրանց հետ
Հենց մի հատ էլ կա վերնեմ արևից։ Ես քեզ քիչ եմ բերում, հա։ Քիչ պիտի գտենք։ Քիչ։ Սիրելիներս եկավ, մայրիկն եկավ, ասեց ես զուգ ունեմ։ Հիմա նայեք ինչ եմ անում։ Քիչ է, երեխեք ջան, բոլորդ գիտեք, Երևանում են շատ պատրաստում։ Ուրեմն քիչը պատրաստում են ընդհանրապես շերտավոր խմորով։ Ուրեմն քիչը տունը ինչ ունեք, այսինքն ինչ ասեմ, մնացել է ձեր սառնարանում, կարտոֆիլ, մի քիչ նրանից, օգտագործում եք իմ բոտասների շնորհողները, վերջին պիտի այսօր գնալու եմ քայլեմ, սպորտայինով ենք այսօր։ Ուրեմն մի հատ սերիալներ լցնեմ, որոշեցի քիչը պատրաստել և կանանչ հազար հետը, որովհետև ամեն դեպքում քիչն մի քիչ յուղոտ երևույթ է և դրա համար կպատրաստեմ հետը ուղղակի կանանչ հազար, որ ավելի հաճելի ուտի։ Հիմա ես այս սերիալները ես լցնեմ, առավոտը սերիալով նախաճաշել և հարած վարոգով։ Ուրեմն ինչ է ինձ պետք է քիչի համար ձուկ, աղացած պանիր և սերուցք։ Եթե սերուցք չունեք, սիրելիներս, գիտեմ, որ շատերը ամեն անգամ չի, որ սերուցք եք ունել, էլ եմ ասել, թթվասերի մեջ մի քիչ կաթ եք ավելացնում, կաթ էլ չունեք, ջուր եք ավելացնում և դառնում է ավելի ջրիկոտ և լցնում եք մեջը։ Չգիտեմ, կեֆիրով կլինի թե չի, չեմ կարծում։ Հիմա մինչև այս սլայոնի խմորս հետ գա, սա որ մեր երեխեք, ինչ է մնացել ստեղ։ Սա ինչու է մնացել դուս, պիզանի։ Ուրեմն, որպեսզի ինքը հետ գա, ես սա իմ դեկորս մոտից եմ արել, տեսել եք, դեռ չի հետ եկի, եկեք սենց անենք, որպեսզի ինքը հետ գա։ Ես կարտոֆիլի հիմա կմաքրեմ և վրան կավելացեմ նաև կարտոֆիլ։ Ինչ եմ վերցրել, ես վերցրել եմ լաղդոն, այսինքն բեկոն, ծխացրած, և կոպա, կորսիկայի երշիկա, մոձարելլա, սենց պանիր և ձուր։ Սա գնում է այստեղ և վերցրել եմ այս տարան կեղտոտ չի, անկած չմտածեք, սա կավ է, ուղղակի ինքը ճակճկում ու դառնում է Եվրոպայի քարտեզը, գեղեցիկ նախշեր է լինում վրան։ Հիմա ես ինչ եմ անում, ես մի հատ այս ամբողջ զագադովկան անեմ, քանի որ լաղդոնը ես չեմ սիրում, որպեսզի ինքը լինի տենց միանգամից լաղդոն, փոքրիկ թավայի մեջ ես կանգնելա մեքենայի, փոքրիկ թավայի մեջ ես այն մի քիչ ժարիտ կանեմ։ Սիրելիներս ներող եղեք, ես այս ամենը պատրաստում եմ, ցույց եմ տալիս էկրանից են կողմ, բայց արի ուտես, որ այն ժամանակ, որ արդեն պետք է ամեն համեմունքները և այլն լցնել և դնել ջեռոցը, քիչը իմ հեռախոսը մահացել էր։ Դե ինչ արած, ես մեկ անգամ ևս ձեզ ցույց կտամ, ես բլոգի վերջում ասում եմ, որ նրանք ովքեր կցանկանան, մի օր նորից կպատրաստեմ քիչ և ցույց կտամ, դրա մեջ ոչ մի բան չկա, սա ֆրանսիական տիպիկ կերակուր է, ուտեստ է և ինձ թվում է բոլորը կցանկանաք ձեր խոհանոցներում օգտագործել, որովհետև շատ արագ և շատ համեղ և երեխաները և մեծերը բոլորը սիրում են։ Մտնում են դրկուզի մարիկ, ես կարմիր սոխը մի ահավոր են անցացնում, տեսնում են, բան չունեն գրելու, երեխեք, բան չունեն գրելու, մեկը մտել այ, որ գնացել ենք Սյուզենստուն, գրել է Ալիսայան, այ բան, այն դրամ Սյուզի մաման գրել է, Ալիսա ջան, դու էլ արի մեզ միացի, ջանով էի, ինչ գրած է դիլավն, երեխեք, կարող եք ասել, իհարկե չեք կարող, մտածել անգամ ինչա գրել, մի վայրկյան երեխեք նա ձեր գրեմ, ձեթե քիչ էր։ Ես գրել էր մեր Հայաստան ոնց որ էլ, փոքրիկ Հայաստանն է, դե որ գրում ես միայն հայեր է, ոնց փոքրիկ Հայաստան։ Սա ամբողջ Հայաստանը ձեր պատճառով, ձեր նմանների պատճառով, որ գնացեք օտար երկիր, քանդվեց։ Հիմա ես ձեզ մի հատ հարց տամ, երեխեք։ Մնացի սենց ապշած, ինչ պատասխանեց այդ մարդուն։ Ինչ պատասխանեց, դա երբնացնակի պեզյանից չեմ նեղանում, ուղղակի ուզում եմ
ձեզ ասել, որ մարդիկ էլ արդեն ոչինչ չունեն գրելու, ասել Լեննագանցով ամբող զամբող բաներ են գրում, դեպ գրեն, հա, ես էլ գրեցի, ես մնացի, ասել, չգրեմ, լավ, ինչ գրեմ, երեխեք ջան, շատ մտածեցի, ասեցի ամենալավը այս մարդուն հանել քո էջից, ընդհանրապես, որ ինքը անգամ այդ կողմերը չերևա, այսինքն եթե ինքը չի հասկանում քո բլոգի իմաստը, չի հասկանում, թե դու ով ես, ոնց ես, հազար մեծ բաներ երեխեք ջան, դրա համար եմ ասում, մարդիկ որ բան չունեն գրելու, դա միավորական բան չի, այդ մարդու գաղափարն է այդպես, ինքը տենց է մտածում, որ այն հայերը ովքեր գնացել են, դրան պատճառով Հայաստանը վերացել է, էլի, բայց Հայաստանը կա, Հայաստանում ժողովուրդն ավելի լավ են ապրում, քան մենք Եվրոպայում, ուզում եք արտահայտվել հիմա, անհուտ արտանում ենք, միապաղաղ, եթե աշխատանք չունենաս, եթե բան միապաղաղ կյանք, Հայաստանում գնում են, շարժվում են, Հայաստանում ավելի կյանքը եղում է, քան այստեղ երեխեք, այ երեխեք, ես ինչ մրմրած, պապանը մասին մի քիչ, այ, ես ինչ լավ էր, ուտյամ չէի տեսել, որ մետքան նկարել էի, հեռախոսը անջատվել էր։ Քիշը հրաշքան, մի քիչ էլ թող լավ Սլայոնի խմորը երկվի կողքի և ես ձեզ այն ցույց կտամ, որովհետև շատերի կհետաքրքրի ուտեստ, որը ֆրանսիական, տիպիկ ֆրանսիական է, ուտեստ, որը կարող են գնալ Հայաստան և Հայաստանում, Երևանում բոլոր ֆրանսիական, եվրոպական ռեստորաններում ուտեք մի կտոր քիշ և բոլորը ճիչեր արձակեք վաու, որտեղ դա ինչ-որ արտահոց բան է, բայց շատ հեշտ կարող եք պատրաստել։ Մամ ջան, քիշը համարյա պատրաստ է, մեռնեմ արելի։ Արինայի, հա չէ, թող մի քիչ այդ Սլայոնի մի քիչ էլ կարողացնեմ, մամ ջան։ Հետո կտրեմ, սիրուն հավեր եմ քորոնել։ Սալատ ունես։ Չեմ կարող ուտեմ սալատ։ Ես էլ մամ մի քիչ այդ կողքերից մնաց, այն Կլոդի մոտից գնաց բանն է, Սլայոնի, գունդ արեցի, բացեցի, զարկեցի Սերժուժի համար բան է, Սլայոնի այդենց բան էր։ Ասա աղջիկդ էկոնոմնա է ժենշինը, մալադեց։ Դնում եք երեխեք ջան, ինձ միշտ իմանում է գիտեք չէ ինչ ա եղել։ Որ անգատած մի բան են ասած, լետի մանել եկի չեն գտես, լետի Անայիդի ձերով ա գնացել, Անայիդն ա թապել, թապող, ես թապող եմ էլ եղել, բայց չէ բաներ կա, որ քանի որ Սլայոնի ես էլ եմ սիրում, դրա համար թրեցի, որ համ Սիրգեյ կուտի, համ էլ երևի մի հատ էլ ես կուտեմ, բայց չեմ կարծում։ Սեր, ոնց ես։ Հա։ Ընտանտամպա։ Что нету по пен, урманчина, тяпры, гостиня, и что на то куповоши. Пошта не скошва. Не кас такашуни. Ինչ խոսում է վերջում Պոպով կոշկով, յանի ռուսական հասկանում է։ De pâte à feuilleter, je t'ai fait des petits trucs dessert. Ah d'accord. Il y en a pas beaucoup. Лавна, слышишь? Я пробовал сказать, тупички не провезните, как что провокас такишно. Կատաշնով։ Այսինքն թարգման եմ։ Ստանյակ է հողոշ։ Թարգման եմ երեխեք։ Մտում ասում եմ, էսի շատ քիչ է, ես սենց ջանով ասում։ Պաստանյակով вообще провести. Ты что, не православный, так Allez, on mange, on mange. Non, attends. Attends, les quiches, c'est pas encore prêt. Ah, kebab. Voilà. Il y a beaucoup de kebab. Sergueï, qu'est-ce que tu fais cet après-midi? Je vais chercher mon peigne. Je vais chercher mon peigne. Et après, je verrai, ce temps, je vais faire du bois. Потому что на провозение еще не такой сорта. И что не провозение еще не вывозили. Չխայնացած այրը եղանակի վրա չխայնացած, որովհետև չի կարող գնա փայտ կտրի։ Ալալալալա, Սերգեյ Սերգեյևիչ, меняет профессию, искакан Сережна. Ага, это сенс.
Դե լավ, եկեք հանենք երեխեք, ես արդեն հոգվեցի սպասելով։ Շտապող մարդը միշտ ասում է, չէ, վրազողին տղա չի ծնվի, ոնց ծնվեց, են էլ ոնց 7 ամսական, այնքան էի շտապում, որ 7 ամսական ծնվեց տղաս։ Տղաս ծնվեց 7 ամսական, և դա իմ ուրախության, ինչ ասեմ, օրերից, իմ կյանքի ամենա ուրախ օրերից մեկն է, համար առաջին։ Դաժե եղել ամեն ինչ փառքը վայելելը, չեմպիոն լինելը, ամեն ինչ երեխեք դա կողքա, ամենակարևորը բոլորիդ եմ ասում, ունենալ համերաշխ երջանիկ ընտանիք։ Գնացինք, տեսեք երեխեք ջան, սպասեք մոտիկից բերեմ, ձեզ քիշը ցույց տամ, je vais montrer le quiche au près. Voilà. Տեսնում եք ժողովուրդ ջան։ Ահա քիշը։ Քիշը կարող եք նաև պատրաստել, գիտեք ոնց, պիսոչնի խմոր, բայց առանց քաղցրի բնականաբար, հիմա եկեք ես այն կտրեմ, նրանք ովքեր նայում են երեկոյան, անկողնի մեջ պարկած, ներող եղեք, Սիրելիներս ներող եղեք, որ ես չկարողացա նկարել ամբողջ քիշի հիմնական բաղադրատոմսը, ես խոստանում եմ մի օր անպայման ցույց կտամ նոր հետևորդներին, որովհետև հին հետևորդներս արդեն տեսել են ոնց են պատրաստում քիշը, ես հատուկ մի գեղեցիկ օր կպատրաստեմ, քիշը կարող ենք պատրաստել նաև սպանախով, պաներով, ինչ ունեք տանը, շատ համեղ է լինում եւ այս շերտավոր խմորով շատ համեղ է լինում, դուք կարող եք արդեն խմոր ինքներդ որոշել, բայց պիցայի խմորով չանեք, քիշի հիմնական բաղադրատոմսը դա շերտավոր խմորն է։ Հուսով եմ, որ բլոգը ձեզ դուր եկավ, հուսով եմ, որ մի քիչ կտրվեցիք ձեր առօրյայից, ձեզ ասեմ բարի դիտում, ցանկանամ ձեզ հրաշալի օր, նրանք ովքեր սեղանին շուրջը նստած են բարի ախորժակ, իսկ նրանք ովքեր նայում են եւ ասում են երբ պիտի առավոտյան արտանանք, որ մենք էլ պատրաստեք սիրելիներս, շատ համեղ ուտեստ է, մի փոքրիկ քիչ, մի փոքրիկ հազարի հետ եւ ձեր օրը կլցվի ջերմությամբ եւ սիրով։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ եկեք ձեզ ասեմ պակա, պակա։